Երեք պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանեց Հայաստան եւ արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրեցին թրիփ նախագծի իրագործման շրջանակային համաձայնագիրը։ Առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կստորագրվի վերջնական, այսինքն դրանով արձանագրվեց, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները տեքստը համաձայնեցրել են, բանակցված ավարտված է եւ միակ բանը, որը մնում է անել, ստորագրել եւ վավերացրելն է։ Ինչով է պատմական փաստաթուղթը։ Պատմական կարճ ժամանակահատվածում, կարճաժամկետում եւ երկարաժամկետում։ Կարճաժամկետում պատմական է, որովհետեւ ի վերջո արդեն 5-6 տարի մեզ ուղեկցող միջանցքային խոսակցությունները անվերադարձ փակվեցին, որովհետև հստակ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր հատվածներում պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հաջորդիվ, այսինքն հիշում եք, չէ, ժողովուրդ ջան, ինչ է 20 թվից անընդհատ միջանցք, ընդ որում հիմա մենք Միացյալ Նահանգների հետ ենք այս նախագիծը իրականացնում։ Ես նաև ասել եմ, որ մեր մյուս բոլոր գործընկերներին, ովքեր կամ հետաքրքրվել են, թե ինչու ենք Միացյալ Նահանգների հետ անում եւ ոչ այլ գործընկերների, ես միշտ բոլորին ասել եմ, որ ցանկացած գործընկեր, ով կստորագրի 4 բառի տակ, ես պատրաստ եմ իրանց հետ աշխատել։ Տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն, փոխադարձություն եւ սահմանների անխախտելիություն։ 2020 թվից եղել են տարբերակներ, որ այս բառերից միայն 2-ը օգտագործվի փաստաթղթի մեջ։ Մենք չենք համաձայնվել, որովհետեւ տեսել ենք, որ դա ստեղծում է սողանցք մեր տարածքի ինչ-որ հատվածների վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանափակելու։ Մենք չենք գնացել այդ լուծումների, մենք անասելի ճնշումների ենք ենթարկվել, այդ թվում ռազմական ճնշումների ենք ենթարկվել, էսկալացիոն ճնշումների ենք ենթարկվել, բայց մենք մեր երկրի շահը մի միլիմետր անգամ չենք զիջել եւ մենք հասել ենք արդյունքի եւ այսօր այդ նախագիծը ոչ միայն փակում է միջանցքային տրամաբանությունը, այլև բացում է անսահման հեռանկարներ Հայաստանի Հանրապետության համար։ Ինչով է բացում անսահման հեռանկարներ։ Ի վերջո մենք դրանով վերջնական եւ անշրջելիորեն հաղթահարում ենք Հայաստանի Հանրապետության շրջափակումը եւ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի։ Ինչա տեղի ունենալու այդ նախագծի շրջանակներում։ Այդ նախագծի շրջանակներում ամենաակնհայտ բանը, որ տեղի ունենալու, հետևյալն է։ Ուրեմն մեղրի երկաթուղին վերաբացվելու է, եւ մեղրի երկաթուղին է վերաբացվելու եւ մեղրի երկաթուղին գալու է վերաբացվի միջև երասխ։ Եվ սա ինչով է կարևոր։ Կարևորը իհարկե այդ երկաթուղից օգտվելու են նաև ադրբեջանցիները Նախճեվանի եւ Ադրբեջանի միջև կապի համար։ Բայց նաև այդ երկաթուղից օգտվելու ենք մենք երասխի, այսինքն Հայաստանի հյուսային եւ հարավային հատվածների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար։ Դուք գիտեք, որ մենք այսօր հարավից դեպի հյուսիս, այսինքն Սյունիքից դեպի մեր երկաթուղի չունենք մենք Հայաստանի այդ հատվածում եւ թերևս եւ մենք ստանալու ենք երկաթուղի։ Սա ամենապարզ բանը, որ ասեմ, օրինակ Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի խտանյութը բեռնատարներով այսօր գալիս հասնում երկաթգծի կայարան, որով արտահանվում է։ Սա նշանակում է մեզ համար հնարավորություն, որ մենք Սյունիքից առնվազն խտանյութը բերենք միանգամից երկաթուղով եւ դեպի Սյունիք էլ ապրանքներ տանենք, բայց հնարավորությունը որ բաց է հետագայում բիզնեսը ցույց կտա թե այդ ինչի համար է օգտագործվում, այսինքն ճանապարհն է օգտագործվում։ Երկրորդը
որը շատ կարևոր է, մենք նաև հետագայում տրանզիտի համար Հայաստանը մեծ եկամուտներ է ստանալու, այսինքն ամեն գնացք, որ մեր տարածքով անցավ դրա համար վճարելու է, այդ գումարները գալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, այդ պետական բյուջեի միջոցները օգտագործվելու են Հայաստանի կարիքների համար, թոշակներից սկսած ճանապարհներով ավարտած, ավելին ասեմ, երբ որ մենք խտանյութը բերենք բեռնատարով, գնացքով եւ ոչ թե բեռնատարով, այդ նշանակում է, որ Հայաստանի ճանապարհների որակը եւ կիրառելիությունը էականորեն լայնանալու է, ընդլայնվելու է։ Ինչի, որովհետեւ այսօր ցավոք գերբեռնված բեռնատարների խնդիրը չի հաջողվում լուծել եւ ճանապարհները այդ բեռի տակ ավելի արագ են քանդվում, քան սպասվում էր։ Հաջորդիվ, բայց թրիփ նախագիծը ենթադրում է, որ Հայաստանի տարածքով կարող են անցնել նաեւ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետի մալող, այդ ամեն ինչի համար Հայաստանը ստանալու է տրանզիտի փող, բայց բացի այդ շատ կարևոր է, որ այդ բոլոր ենթակառուցվածքներով Հայաստանը եւ ներմուծում կարող է անել, եւ արտահանում կարող է անել, եւ սա նույնպես շատ կարևոր է, ել չեմ ասում այդ բոլոր ուղիների սպասարկումը, սա նշանակում է նախ մեծ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, երկրորդն նշանակում է մեծ թվով աշխատատեղեր, որովհետև երկաթուղու մասնագետներ եւ այլն, էլեկտրահաղորդման, այսինքն դա մեծ ներդրումներ եւ մեծ աշխատատեղեր է եւ ելի ուզում եմ ընդգծեմ, այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության լիարժեք իրավազորության ներքո։ Հիմա այստեղ կա մի հատ ուրիշ նուրբ հարց, որը մենք պետք է առաջիկայում լուծենք։ Այդ նուրբ հարցը հետևյալն է, թե Մեղրիից հետո եւ ըստ էության խաղաղության խաչմերուկ Հայաստանը հայտնվում է արևելքից արևմուտք եւ հյուսիսից հարավ խաչմերուկում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ նախագծի իրացման արդյունքում մենք նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ ենք երկաթուղային կապ ստանում եւ մենք այս բացման պարագայում Երասխ, Նախճեվան, Ջուլֆա, իրանական Ջուլֆա դեպի Պարսից ծոց, այսինքն մենք նաև արտանման եւ ներկրման Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ստանում ենք երկաթուղային կապ։ Հիմա այս ընթացքում շատ կարևոր մի հարց է ծագում, ինչպես են արևմուտքից դեպի արևելք գնալու մեր բեռները, մեր չէ, միջազգային բեռները։ Ուրեմն բնականաբար Մեղրին այլընտրանք չկա, բայց այստեղ մենք ունենք մի խնդիր Նախճեվանից հետո ոնց է շարունակվելու։ Դուք գիտեք, որ հիմա Թուրքիան կառուցում է Կարս Դիլիջու երկաթուղին, այսինքն Կարսից մինչև Նախճեվան, եւ այդ մեզ շատ հետաքրքրում էր, թե ինչն է պատճառը, որ այդ թվում շատ այլ երկրներ աջակցում են այդ ծրագրին։ Եւ Հայաստանում պատրաստի երկաթուղի կա եւ պատրաստի երկաթուղին է պետք օգտագործել եւ մենք այս թեման հետազոտելով եկանք այն եզրակացության, որ քանի որ Հայաստանի երկաթուղին ռուսական կոնցեսիայի ներքո է եւ Ռուսաստանը գիտեք բարդ պատժամիջոցային հարաբերություններ ունի արևմուտքի երկրների հետ, արևմտյան երկրները փնտրում են ճանապարհներ, թե ոնց շրջանցելով, որ ընկերությունները պրոբլեմը ստեղ քաղաքական չի, նաև տնտեսական է, որտեղ այն ընկերությունները իրենք կարող են ընկնել պատժամիջոցների տակ եւ հետեւաբար բոլորը փնտրում են ապահով ուղի։ Եվ նաև այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ Հայաստանի երկաթուղիները, որը իդեպ Հայաստանի Հանրապետության 100% սեփականությունն է, շատ կարևոր է արձանագրել, մենք պետք է կոնսենսուս տրամաբանությունը անպայման փոխենք, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտը մեր ճանապարհի, մեր երկաթուղիների համար պրոբլեմ չդառնա։ Եվ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ բարեկամական գործընկերային աշխատանքը մեր գործընկերների հետ, Ռուսաստանի Դաշնության հետ եւ այդպես շարունակ։ Եվ հաջորդիվ մեզ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացումը եւ արևելքից արևմուտք բոլոր դեպքերում ապրանքների հոսքը այնքան մեծ է, որ ես համոզված եմ, որ մեր երկաթուղին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու է եւ մեծ գումարներ է բերելու Հայաստանի Հանրապետություն։ Ավելին ասեմ, հիմա նաեւ այլ միջազգային գործընկերներ են հետաքրքրվում հետեւյալով։
իրենք հաշվել են եւ պարզվել է, որ արևելքից արևմուտք գնացող ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Տավուշի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ այդ ճանապարհով եւ մի մեծ ներդրումային հետաքրքրություններ կան, որպեսզի Տավուշի մարզից դեպի Շիրակի մարզ գնացող ճանապարհները, գոյություն ունեցող ճանապարհները զարգացնեն եւ բեռնատարների համար, միայն բեռնատարների, օտարերկրյա բեռնատարների համար վճարովի ճանապարհը տեղ գոյություն ունենա, որը ելի մեծ եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը։ Սա ինչի համար եմ ասում։ Ես ասում եմ ցույց տալու համար, որ մենք այս օրերին բոլորի աչքի առաջ զարգացման մի նոր էտապ ենք մտնում եւ այս զարգացման նոր էտապ մտնելը առանձնահատուկ նրբություն է պահանջում, որովհետեւ հասկանալի է, չէ, այս զարգացման նոր էտապ մտնելը նշանակում է ավելի ուժեղ պետություն, ավելի անկախ պետություն, ավելի ինքնիշխան պետություն եւ հասկանալի է, որ ոչ բոլորն են, որ կարող են դրանով շահագրգռված լինել, բայց այս ամեն ինչը գոյություն կարա ունենա խաղաղության պայմաններում եւ այս ամեն ինչի իրագործումը խաղաղության լրացուցիչ երաշխիք է, որովհետեւ երբ որ արևելքից արևմուտք բեռները հոսում են Հայաստանի Հանրապետությունում եւ արևմուտքից արևմետ, հյուսիսից հարավ եւ հարավից հյուսիս, այդ նշանակում է, որ Հայաստանում անկայունությունը, պատերազմը կարա այդ ճանապարհները փակի։ Իսկ եթե կարա այդ ճանապարհները փակի, նշանակում է արևմուտքում եւ արևելքում, հյուսիսում եւ հարավում բազմաթիվ պետություններ եւ գերտերություններ խնդիրներ կունենան, եթե այդ ճանապարհը փակվի։ Հետեւաբար բոլոր այդ գերտերությունները պետք է շահագրգռված լինեն, որ այդ ճանապարհը բաց մնա, որպեսզի ճանապարհը բաց մնա, պետք է այստեղ անկայունություն չլինի։ Այսինքն սա լրացուցիչ երաշխիք է, որ գերտերություններից որևէ մեկը շահագրգռություն չունենա, որ Հայաստանում պատերազմ լինի, որովհետև երբ որ Հայաստանում պատերազմ լինի, իրանց տնտեսությունները կանգնելու են։ Իսկ ինչու են իրանց կանգնելու են կամ խնդիրներ են ունենալու։ Իսկ երբ որ իրանց տնտեսությունները խնդիրներ են ունենում, դրա արդյունքում այդտեղի իշխանությունները ունենում են ներքաղաքական խնդրեմ, որովհետև այդտեղի ներքին հասարակությունը ասում է՝ մի րոպե, այս ինչի էս թանկացավ, ինչի էս ապրանքը դեֆիցիտ եղավ, ինչի էս բանը իմ ապրանքը ժամանակին չհասավ, եւ հետեւաբար տրիպ նախագիծը այն լրացուցիչ երաշխիքն է խաղաղության եւ խաղաղության խաչմերուկը, որ Հայաստանի Հանրապետության խաղաղությամբ բոլորը եւ հնարավորինս շատ ուժ լինի շահագրգռված։ Էսա մեր ճանապարհը, բայց նաեւ այսօր արդեն պետք է այդել խոստովանել, որ երբ որ այս ճանապարհը ստեղծվում է, ինքը մենք սկսում ենք մրցակցել այլ ճանապարհների հետ, այլ ուղիների հետ, այլ ազդեցությունների հետ, մենք դառնում ենք ազդեցիկ պետություն եւ ազդեցիկ տարածաշրջան, այս էլ է շատ կարեւոր։ Տեսեք, որովհետեւ մենք չենք կարա Հայաստանի Հանրապետությունը դարձնենք խաղաղության խաչմերուկ, եթե Հարավային Կովկասը լինի փակուղի, որովհետեւ լավ երկաթուղին եկավ մտավ Հայաստան, միտեղից պետքա մտնի, միտեղից պետքա դուրս գա, չէ՞, չի կարա Հայաստանում երկաթուղին սենց պտտվի, կարա պտտվի, բայց այդ ոչ մեկին հետաքրքիր չի, եւ ընդհակառակը դա ոչ միայն եկամուտ չի բերում, այլև անիմաստ ծախս է, բանա, մանկական երկաթուղու նման բան է, կարանք մանկական երկաթուղին այս կողմ քշենք, ինչքան ասես, ոչ մեկի հետաքրքիր չի, երեխեքին գուցե հետաքրքիր է, բայց դա լրացուցիչ ծախս է եւ ծնողների եւ պետության համար, եւ հետեւաբար շատ կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը դարձնել խաղաղության խաչմերուկ, նշանակում է նպաստել, որ Հարավային Կովկասը ընդհանուր առմամբ դառնա խաղաղության խաչմերուկ, Ադրբեջանն ու Վրաստանն էլ դառնան խաղաղության խաչմերուկ, որովհետև մեր արևելքից արևմուտք գնացող երկաթուղին եւ ճանապարհը Հայաստանով անխուսափելի պիտի անցնի, բայց պիտի անցնի նաեւ Ադրբեջանով եւ Թուրքիայով, որովհետեւ այսինքն պարզ տրամաբանական բան է, չէ՞, հյուսից հարավը պետք է Հայաստանով անցնի, բայց անխուսափելիորեն պետք է անցնի նաև Վրաստանով եւ Իրանով, որովհետեւ մենք այսինքն լրացուցիչ բացատրության կարիք չկա։ Եվ այստեղ շատ կարեւոր է արձանագրել, որ առանց մեր հարևանների հետ բնականon հարաբերությունների այս ամեն ինչը մենք չենք ունենա։ Բայց այսօր այս հեռանկարը, որը պատմական հեռանկար է, ժողովուրդ, սա նշանակում է, որ մենք մաքարման եւ գոյատևման օրակարգը հաղթահարում ենք եւ մտնում ենք բոլորովին այլ կարգի պետություն ունենալու տրամաբանության մեջ, բոլորովին այլ կարգի բարեկեցություն ունենալու տրամաբանության մեջ, որը իդեպ իմ կարծիքով մեր նահատակների հիշատակը
բարձր պահելու ամենալավ ձևն է, որովհետև մեր նահատակների զողությունները ինչով մենք կհամարենք արդարացված, երբ որ մենք պետություն ունենանք, այդ պետությունը լինի խաղաղ, այդ պետությունը լինի զարգացած, այդ պետությունը լինի հեռանկարային եւ այդ պետությունը գոյություն ունենա հարատև։ Այսօր աշխարհի թիվ 1 գերտերությունը Հայաստանի Հանրապետության հետ 100 տարվա պայմանավորվածություն է ձեռք բերվում, ժողովուրդ, 100 տարվա դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ աշխարհի թիվ 1 գերտերությունը ասում է Հայաստանի Հանրապետությունը 100 տարի առաջիկա 100 տարում գոյություն ունենալու։ Մենք մեր պատմության ընթացքում երբեք չենք ունեցել մի ժամանակաշրջան, որ մեր դիմացը 100 տարվա հեռանկար ունենանք։ Սա մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ է, որ մենք մեր դիմացը 100 տարվա պլան ունենք, եւ սա մեծ իրադարձություն է, եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ այդ իրադարձության առիթով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։